Խոսում է Բաքուն։ Եթերում Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության տնտեսական լուրերի թողարկումն է։ Խոսափողի մոտ Շահիդ Շահալին է։ Հայաստանն իրեն զրկել է Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների եւ տրանսպորտային ուղիների համար կարևոր տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադա համալսարանում կայացած դեպի նոր աշխարհակարգ միջազգային ֆորումի ժամանակ։ Ադրբեջանից ամբողջ տարանցումը, այդ թվում նավթը, գազը եւ բեռները անցնում է Վրաստանով, այնպես որ Հայաստանը կարող է լինել այս գործընթացի մաս։ Սա նրանց մեղքն է, որ նրանք սխալ հաշվարկեցին ապագա զարգացման մասին եւ զոհաբերեցին իրենց տնտեսական ապագան։ Իրենց իրական անկախությունը հանուն մեծ Հայաստանի մասին երազանքի, նշել է պետության ղեկավարը։ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների համաձայն 2025 թվականին Ադրբեջանի ռազմավարական արժութային պահուստները կկազմեն 71 միլիարդ 671 միլիոն դոլար։ Այս մասին նշված է հիմնադրամի զեկույցում։ Միաժամանակ Ադրբեջանի կենտրոնական բանկի արժութային պահուստները կկազմեն 10 միլիարդ 76 միլիոն դոլար, իսկ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի ակտիվները 60 միլիարդ 911 միլիոն դոլար։ Ադրբեջանը ամրապնդելով իր լոգիստիկ կարողությունները միջին միջանցքի երկայնքով դարձել է ՄԱԿ-ի կենտրոնական Ասիայի տնտեսությունների հատուկ ծրագրի երկրների համար տարանցիկ եւ լոգիստիկ հանգույց։ Այս մասին Ժնևում ՍՊԵԿ-ի տնտեսության նախարարների հանդիպման ժամանակ ասել է տնտեսության նախարարի առաջին տեղակալ Էլնուր Ալիևը։ Նա նշել է, որ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել ՍՊԵԿ-ի շրջանակներում առևտրի եւ տրանսպորտային խոչընդոտների նվազեցման ուղղությամբ։ Փոխնախարարն ընդգծել է, որ 2024 թվականին ծրագրի մասնակից երկրների հետ Ադրբեջանի ապրանքաշրջանառությունը գերազանցել է 1.1 միլիարդ դոլարը, իսկ 2025 թվականի հունվար-փետրվարին կազմել է ավելի քան 191 միլիոն դոլար։ Փաստացի Հայաստանի արտահանումների 42%-ը այսօր բաժին է ընկնում Ռուսաստանին։ Եթե համադրենք 2022, 23, 24 թվականների Ռուսաստանի տեսակարար կշիռը շարունակաբար բարձրանում է, եվրոպական երկրների եւ Միացյալ Նահանգների հետ շարունակաբար նվազում։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ԵՍ նախաձեռնության ղեկավար Նայիրի Սարգսյանը։ Այսինքն, ինչ դիվերսիֆիկացիայի մասին է խոսքը, եթե նախորդ 3 տարիների ցուցանիշները վերլուծում ենք եւ տեսնում, որ նման բան գոյություն չունի։ Եթե խոստումն է, որ ապագայում մենք կարողանանք Եվրոպա ապրանք արտահանել, այդ որ ապագայում 30 տարի հետո հրապարակային հարց։ Հայաստանը որ ապրանքի վրա է խաղադրույք կատարում, որ կարող է արտահանել արևմուտք։ Օրինակ, հագուստի արտադրության ոլորտում մենք կարող ենք մրցակցել Իտալիայի հետ, որտեղ որակը անհամեմատ ավելի բարձր է, գինը էժան, իսկ աշխարհում պահանջարկը շատ ավելի մեծ եւ այդպես շատ այլ ապրանքներ։ Իսկ Թուրքիան կնած սպասում է, որ Հայաստանը ապրանքներ արտահանի Եվրոպա, ասել է Սարգսյանը։ Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության տնտեսական լուրերը։